Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօրվա տեսանյութը հիմնականում նիկոլականների համար է։ Ես խնդրում եմ անպայման կիսվեք, տարածեք, նիկոլականներ ջան, դուք էլ նստեք մի քանի կարևոր հարց կա քննարկելու։ Խնդրում եմ բոլոր նիկոլականները այս տեսանյութը նայեն անպայման մինչև վերջ։ Ուրեմն տեսեք, եկել ենք հասել այսօրվանը, որ այս վիճակին ենք, էլի։ Ու ես անձամբ քաղաքականությունով չեմ զբաղվում, չեմ էլ ուզում, ուղղակի ստիպված այս մասին պետք է խոսեմ, ինձ միայն մտահոգում է հայրենիքի անվտանգության հարցերը, բայց քանի որ այս քաղաքականությունը հիմիկվա ուղիղ կապնված անվտանգության հետ, ստիպված ես էլ եմ դրանով խոսում, դրա մասին ստիպված պետք է բացատրեմ, իրար հասկանանք, կամ ինձ մեկը բացատրի, ես ինչա կատարվում։ Հիմա նիկոլականներ ջան, քանի որ մեզ պետք է անպայման համերաշխություն, սաղս էլ միազգ ենք, բոլորիս էլ ձեր ձևով, մյուսների մյուս ձևով մտահոգում է հայրենիքի անվտանգության հարցերը, դրա համար եկեք մի հատ իրար հասկանանք։ Եթե իմ ասածները գտնեք սխալ է, դուք տակը ճիշտը գրեք, ես էլ դառնամ նիկոլական։ Կարող է սխալվում եմ, բայց խնդրում եմ ինձ լսեք անպայման մինչև վերջ։ Հիմա տեսեք ինչ է կատարվում, ես մի հատ մեկ էլ հայհոյող գրողների համար ասեմ, այդ հիմարությունները մի արեք, եթե ինձ մարդ կա բան ունի ասելու, զանգեք, խոսանք, հանդիպենք, եթե այդքան տղա կա, որ կարա ինձ հայհոյի։ Ինչ որ մեկը այդ որ գրում են, անկապ թռնում են տեսանյութերի տակը։ Ջնջելու եմ, ոչ էլ նայելու եմ ով արդեն, որովհետև հիմնականը fake edge-երից է չեմ պատասխանում։ Հիմա տեսեք, եկեք մի հատ հետ գնանք, էլի, չի լինի, էլի մոռանալ ամեն ինչը, ինչա մեր հետ կատարվել, 18 թիվ, 2018 թիվ, հեղափոխությունը այս թավշյա կոչված, մինչև հեղափոխությունը, Նիկոլին ոնց ենք բերել իշխանության, ոնց ենք, ասենք, իրան այդպես գովերքել, պաշտպանել, ազգովի ընտրել, ես անձամբ Նիկոլին չեմ ընտրել, նիկոլական չեմ եղել, բայց մինչև պատերազմը 20 թվի, ես Նիկոլի դեմ ոչ մի բան ոչ խոսացել եմ, ոչ մի բան, հա հեղափոխություն ա եղել, չնայած ես բոլոր տեսակի հեղափոխություններին եմ հիմնականում դեմ, քանի որ դա թուլացնում է պետությունը միանգամից ցանկացած հեղափոխություն, բայց քանի որ ազգով ընտրել են Նիկոլին, բոլորը միասին, ես սուս ու փուս որպես հասարակ շարքային քաղաքացի, շարքային զինվոր ենթարկվել եմ ու իր ասածներն էլ այնպես եղել, որ չէի կարա չենթարկվեի։ Հիմա ասեմ 18 թիվ եւ մինչեւ հեղափոխությունը։ Նիկոլը ոնց է եկել իշխանության, ինչ թեզերով, եկեք էսի մի հատ չմոռանանք։ Հիմնական թեզերն էր, որ մերժիչ Սերժին, որ մենք գանք, քանի որ Սերժ Սարգսյանը հենց իրանց բառերն եմ ասում, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյան, այսօրվա երկրի ղեկավարությունն է։ Գանք, որ Արցախը Սերժը չհանձնի, ես իրանց բառերն եմ ասում, հանձնում է թշնամուն, սենց էլ ասում էին, զիջումներ չի կարելի, ես ոնց հասկանում եմ այդ վաղտ ինչ-որ բանակցություններ էին գնում, ինչքան հիշում եմ այդ 5 շրջանի մասին խոսքը գնում էր, որ Արցախի հարցը լուծվի, այդ բանակցություններն էր այդ վաղտ գնում։ Իրանք ասում էին ինչ զիջում, ինչ բան, տենց բան չկա, հայրենիքի մի կտոր մասը չի կարելի զիջել թշնամուն։ Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան ու իրենց այդ կուսակցությունը դրա մասին էին ամեն օր խոսում, մինչև ընտրվելը, ընտրվելուց հետո էլ այդ ամբողջը հետ էր իրանց սաղ թեզերը։ Մենք էլ համաձայն ենք, այո, մենք չէ, ոչ մեկ չէր ուզում Արցախը հայրենիքը իր հանձնի, ոչ մեկ չի ուզել, ոչ մի մարդ Հայաստանում չէ 18 թվին մարդ չէ իր գտնի, ով որ կասեր Արցախը հանձնենք։ Այլ ընդհակառակ ասում էին Սերժը հանձնում է, գանք ախպերը, որ մենք չթողանք հայրենիքը չկորցնենք, էս էր սաղթը, հիշեք մի հատ, էսի մոռանալու բան չի սա։ Հիմա այսօր ինչ ունենք, այսօր ունենք Արցախը չունենք ընդհանրապես, թշնամու հիմա թշնամին գրավել է Արցախը, Հայաստանի մի մասը նաև, դրա մասին ընդհանրապես խոսակցություն չկա, որ կարող է Հայաստանի մի մասն էլ գրավել։ Ու այսօր Նիկոլը ու դուք, նիկոլականներ ջան, ասում եք, թե դա մերը չէր, մերը չէր, լավ պրծանք, Արցախը տվինք, դա մերը չէր, իրանցներ ինչ ոնց տվինք, մերը չէր, ձեռք բերեցինք անկախություն, թե այն անգամ անկախ չէինք, հիմա սրա
Սրա պատասխանը չեք ուզում տաք։ Հայաստանի առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների այս օրերին ազգային ժողովրդավարական բևեռը ընտրապայքարի մեջ մտել է հանուն մեր պետականության եւ վաղվա օրվա հանդեպ հավատի վերականգնման։ Այս տարիների ընթացքում մեր պայքարը կայացել է բացառապես հայ մարդու օժանդակությամբ։ Մենք չունենք հովանավորներ եւ այդտեղ է մեր ուժի բացառիկությունը։ Բևերի միակ պատվիրատուն եւ տերը հայ ժողովուրդն է։ Որպեսզի ազգային ծրագիրը հասանելի դառնա յուրաքանչյուր հայ ընտանիքի եւ ճեղքվի տեղեկատվական լրությունը, նախաձեռնել ենք նախընտրական թելեթոն հանգանակություն։ Ձեր մասնակցությունը մեր քաղաքական անկախության երաշխիքն է։ Թելեթոնը տեղի կունենա Լոս Անջելեսում մայիսի 8-ին երեկոյան 20:00-ից մինչև ժամը 1-ը, Երևանում մայիսի 9-ին առավոտյան ժամը 7-ից մինչև 12:00։ Թիկունք կանգնեք ազգային ուժին, աջակցեք բևերին։ Հավատ, հայրենիք, ինքնիշխանություն։ Իգործ։ Այս ամեն ինչի պետք է պատասխան տակ, ժողովուրդ ջան, ով որ մինչև հիմա Նիկոլա Պաշտուն։ Ազգին պետք է պատասխան տակ, եթե այս կյանքում պատասխան չտաք ազգի առաջ, Աստծու առաջ պատասխան եք տալու։ 5000-ից ավել մարդ այդ Նիկոլի գալուց հետո իր կյանքը տվեց, որ այդ հողը չկորցնենք։ Սա խաղ ու պար չի, սա խաղալիք չի։ Մի հատ հենց ուշադիր, հենց նայեք ինչ էիք ասում, հիմա ինչ եք ասում։ Բա ո՞նց ենք անելու ես սրան ո՞նց պետքա պատասխան տակ սրա համար, այս կորուստների։ Բա մենք էլ ասել ենք, հարց չկա, Նիկոլնա, բա հիմա ո՞նց եք սենց բանան, բա գոնե եկեք իրար միանանք, հետ բերենք այդ ինչ-որ մի ձևով։ Իսկ դուք հիմա ուրիշ բան եք ասում, հիմա ինչ եք ասում, ասում եք, մենք ես ինչ եմ ասում, անձամբ ես ու շատ մարդիկ, ովքեր ասենք հասկանում են ինչա կատարվում, ասում են Նիկոլը Արցախը հանձնել է, ուղիղ բան ենք ասում, քանի որ մյուս ղեկավարների վաղտ Արցախը մեր ձեռներ Նիկոլի ժամանակ ինչ որ մի ձևով պատճառը հետաքրքիր չի, արդեն երկրորդական է դառնում, Արցախը թշնամու ձեռքին է հիմա։ Դուք հենց ասում եք Նիկոլը չի հանձնե Արցախը, ռուսներն են հանձնե, Քոչարյանն է հանձնե, Ձմեռպապին է հանձնե։ Նայեք ինչ եկա, լավ, ասում եք, բա մեկ էլ հետո ուրիշ բան եք ասում եք Արցախը մերը չէր, Ադրբեջանինն էր, ուղիղ բան եք ասում եք Արցախը մերը չէր, Ադրբեջանինն էր։ Բա որ Ադրբեջանինն էր, ռուսները կամ Քոչարյանը կամ մյուսը ոնց հանձնեցին Ադրբեջանին։ Այսինքն ձեզի մի հատ լավություն արին, ասում եք թոք էր Արցախը մեր վզին։ Դզին գործերը գնաց իր տիրոջ մոտ, հա Արցախը, դուք էլ պրծակ Արցախից։ Հիմա մի հատ կողմնորոշվեք։ Արցախը մերն էր, ռուսները կամ ինչ որ հները մեկը հանձնեց, դավաճանեց, չգիտեմ ինչ արեց, հանձնեց թշնամուն, թե Արցախը մերը չէր։ Թշնամունն էր, Ադրբեջանինն էր, հենց թշնամի չասեն, դուք եղբայր եք արդեն ասում համարյա։ Հարևան Ադրբեջանինն էր, ուղղակի իրանք դզին սաղ եղավ գործերը, սա ամեն ինչը ընկավ իր տեղը, մենք դզվանք, սաղ ամեն ինչը։ Մի հատ կողմնորոշվեք։ Այս վերջում Պուտինի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը, վերջի հանդիպումը, Պուտինը ասեց դե Փաշինյան ջան, այս Արցախի հարցը չկարծանք նորմալ լուծենք, ես իմ բարերով եմ ասում, այտենց մի բան ասես, մի բան պետք է արվի։ Այսինքն ինքը հասկանում է, որ ինքը ստորագրել է, որ արցախցիները պետք է եթան Արցախ, բայց չի կարած այդ հարցը լուծի, չգիտեմ ինչ պատճառով, բայց ինքը պետք է լուծի այդ հարցը, չի կարա չլուծի։ Փաշինյանն էլ ասեց Պուտին Վլադիմիր Վլադիմիրիչ, մենք այտենց հարց չունենք Արցախի, մեզ Արցախ հետաքրքիր չի, մենք Արցախի հարց չունենք Հայաստանում։ Փոխանակ, եթե տենց էր, հիշի իրա 18 թիվը, 20 թիվը, 21 թիվը, ասեր Տավարիշ Վլադիմիր Վլադիմիրիչ, ստորագրել ես, ես էլ եմ ստորագրել, Ալիևն էլ է ստորագրել, բերեք ես փաստաթուղթը մի հատ էլ վերականգնեք ոնց որ կարգն է, բա քո ստորագրությունը բանի պետք չի, իմը կամ։ Չէ, այս մարդը ասես չէ, այսինքն Պուտինը ավելի շատ է մտածում Արցախի մասին, քան Փաշինյանը։ Նույնն էլ Մակրոնը այն անգամ էլի սենց մի հատ դեպք եղավ, ասես մենակ ես եմ Հայաստանի մասին մտածում։ Այն մարդը ուզում էր այդ հարցը լուծեր մի ձև, բայց Փաշինյանը ձեռները լվաց քաշվավ մի կողմ։ Հիմա էսի ոնց ենք, ոնց հասկանամ ես, ինձ բացատրեք, ես էլ ասում եմ դառնամ Նիկոլական։
Հասկացրեք, բգրեք մի հատ, հեսա մի հատ ես ունեմ նիկոլական հորոխբոր տղեկել, Հակա Նիկոլ հորոխբոր տղեկել, մի հատ իրանց կանչելու եմ, օնլայն նստենք, իրանք հասկանանք էլի իրար, ես ինչա մեր հետ կատարվում։ Այդ համերաշխությունը պետք է մեզ չի լինի, հիմա կամ մենք ենք դառնում նիկոլական, ճիշտը ասեք, ոնց հասկանանք, որն է ճիշտը, որ ինչ-որ մի գոնե խելքին մի քիչ մոտ լինի, ես ձեր ասածը вообще խելքին մոտ չի, ասում եք նրանք են տվել, դավաճանել են, հետո ասում եք մերը չէր, вообще չի բռնում իրար հետ։ Ես հասկանում եմ, կարող է մի հատ ուրիշ խնդիր ունեք դուք, այս ցանցերում շատ ուժեղ ձեզ վախեցրել են։ Ես ահագին մարդկանց հետ շփվելով, ես հասկացել եմ, որ ինչ որ վախ է մցրած այդ նիկոլականների մոտ հիմնականի, որ իրանց համոզածա, որ вообще հնարավորություն չկա։ Վերջ, մենք պետք է ենթարկվենք, թե չէ մեզ կոչնչացնեն, sense բաներ։ Ուրեմն էլ ոչ մի ոնց որ ասած ձև չկա բացի կզելուց, sense գրուբի ասեմ էլի, հա։ Բայց ես գիտեմ, որ հոգու խորքում, դուք էլ չէիք ուզենա Արցախը կորցնեիք, ոչ մի հայ մարդ չէր ուզենա Արցախը կորցնել, նիկոլական կլներ, հին, նոր, ով ուզում ալներ, երևի դաժե Նիկոլն էլ չէր ուզենա, պրոստը ինքը այդքան այդ աստիճանի թույլ մարդ է, չի կարում ոչ մի բան անի։ Այս իրա քայլերը սաղ դավաճանական է, բայց ինքը երևի չէր իմ կարծիքով չէր ուզենա սենց այս վերջը ինքը որ եկավ ուրիշ ձևով եկավ։ Ինքը հա գոնե տղամարդկություն ունեցեք ախպեր, ասեք չենք կարում, всё, այս վիճակն է, ոչ թե կռուտիտներ արեք, ախպեր, դե սենց ձերն են, ձեր մերը չէր, հանձնեցին, տվեցին, բայց չէ, վայ մերը չէր, սենց չի լինում։ Իմ կարծիքով ձեզ վախացրել են։ Ես սենց ուսումնասիրություն եմ արել ու հասկանում եմ, որ այս սոցցանցերով մցրել են այնտեղ քոչարյանաֆոբիա, ռուսաֆոբիա, իսլամաֆոբիա, հիմնական սաղ նիկոլականների մոտ այս վախը կա, շատ ուժեղ անտեղի վախը կա, խաբում են ձեզ, որ այդպես բան դու այդ պարսիկներից, ռուսներից, քոչարյանից մենք չպետք է վախենանք։ Պետք է իրանց հետ համագործակցենք, ասեմ ձեզ, զենց էլի այդպես բառով ասեմ։ Ընդհակառակը, այդ մի քիչ ուրիշ ձև դա պետք է հասկանանք, բայց ես տեսնում եմ, հենց անձամբ տեսնում եմ, որ Նիկոլականի հետ խոսում եմ, ուղիղ քոչարյանաֆոբիա մոտը, ուղիղ ռուսաֆոբիա մոտը, ուղիղ իսլամաֆոբիա մոտը։ Ինչից չեմ ասում, պատճառը էլի ասենք այդ։ Լավ, այդ լենկոմ դրած։ Հիմա ես ուզում եմ, խնդրում եմ սրա պատասխանը գրեք, ոնց ինչ պատասխան եք դուք, անձամբ դուք նիկոլական լինելով, ինչ պատասխան ունեք, որ Նիկոլին բերել ենք հողերը, որպեսի Սերժը չհանձնի, հենց այդ բառերը կոնկրետ ասում էր, Սերժը հանձնում է մեր հայրենիքի մի մասը, Նիկոլի բառերն եմ ասում, մինչև իշխանության գալը, մենք գանք, զիջում չկա, զիջում չի լինելու, Ալեն Սիմոնյան, զիջում բառը ասում էր դավաճանություն, տես բաներից էր խոսում։ Ես խնդրում եմ տակը գրեք, ես իմ սխալը, եթե սխալվում եմ, գրեք ճիշտը, ես կարդամ, ձեզ էլ պետք է զանգեմ, գրեմ, խոսանք, հանդիպենք, ես էլ դառնամ ձերպես նիկոլական, եթե ես սխալվում եմ, համոզեք ճիշտը գրեք, եթե դուք գտնում եք ես սխալ եմ, ես էլ եմ դառնալու նիկոլական, եթե կարանաք համոզեք ինձ։ Բայց իմ միակ կարծիքն է նա, ինչ էլ լինի, ինչ ուզում ալնի, հողն ամենակ։ Ամենակարևոր հայրենիքի մասը դա հողն է, հողը պետքա չկորցնես, հողն է այդ սրբությունը, մենք հողից ենք, հող էլ դառնալու ենք, Աստված մեզ հողից է սարքել, այդ հողն ենք, այդ հողն էլ որ չունեցանք, վաբշե ենք զրոյանում։ Իմ կարծիքը դա է, որ հողը պետքա պահվի, հողը պետքա հետ բերվի։ Ես չեմ ասում հիմա գնանք եսիմ ինչ պատերազմ սկսենք տարբեր երկրների հետ, բայց գոնե պահանջենք, հենց թեկուզ Պուտինից կարանք պահանջենք, թեկուզ մյուսից, գոնե, չնայած ես ուրիշ բաներ էլ կարամ ասեմ, հիմա չեմ ասում։ Լավ, Նիկոլականներ ջան, գրեք, եթե սխալ եմ, կոնկրետ գրեք, սխալ եմ, ես ներողություն խնդրեմ, գրեք ախպեր, հարց չկա, նորից եմ կրկնում, հայհոյան գրողները թող զանգեն, չգրեն ապուշություններ, եթե տղամարդ կա ուզում է ինձ հայհոյի, զանգեք, հանդիպենք, խոսանք, տենամետով կարա ինձ հայհոյի, որ այդ տակը իմ վիդեոների տակը հայհոյան կա գրում, այդ ամբարոյականի լակոտներն ովքեր են, էդ էլ այդ հայհոյան գրողների համար, եթե տղա չեք այդքան մի գրեք անկապ բաներ, զանգեք, հեռախոսս էջիս վերևում կա ամենա,
Այսքանը գրեք պետքա հələ խոսենք, զրուցենք, առայժմ այսքանը։